գործողության ընթացքում բարձր դառնում, թե ենթադրյալ հանցագործությունը որտեղ է ավարտվել, այսինքն հրազդանը բարելու ավարտի պահ։ Քրեական գործիարականի քրեական վարույթի արտահայտությունների ուրեմն մերձավան բնակավայրի մշակման ճանապարհով անցնելիս եւ մեղադրյալներից Գևորգ Հարությունյանը միջին ոստիկաններին ուղղորդել է եւ ցույց է տվել թե որտեղ է գտնվում իր կողմից պահած հրազդանը, տարել է կիսախողովակի մոտ, որը գտնվում է Դուժող Վալոդյա Գրիգորյանի տարածքի հետևի հատվածում, ինչը Մարացիա Սեբաստիայի վարչական տարածքում է եւ ընդդատի է Երևան քաղաքի։ Զենքի պահպանություն։ Առաքություն նշված իր կարգված։ Նկատի ունենալով նշված հարցի դիտարկումը եւ այն երկրագերի կողմերը համակարգիչ էին նշված հարցի կարգով, դա դրան էլ ըստեղության բովանդակային իմաստով ապացույց նշված դիրություն եւ հետոցիկական հարաբերություն չունի, այս պայմաններում դա դրանը հաստատում է սենյակական գործի անդրադառնությունը Քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու բարի երևույթ հիմքերի թե կողմերը գիտեն տեսնում են կարող են ներկայացնել, արևելությունը ենթադրում է, որ չի իրենից ներկայացնում ապացույցի բովանդակային քննարկում, այզուտ վերաբերելի նորմերի հիշատակում կամ վերաբերելի փաստերի հիշատակում։ Եթե այսպիսի կարգը կարող ներկայացնել, եթե ոչ հարցանալու քննարկում։ Այս փուլին վերաբերել չունի պատասխան։ Քննարկման առարկային դարձնում մեղադրյալների իրավաց խախտան հարցը դիրքորոշում կարգայթներ մեղադրյալների վերաբերյալ իրարված խախտան գործի հարցերի կարգված կանչան կամ քրեական վարույթի մակա հաստատական տվյալները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նախ անդրադառնալ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ նկատմամբ բերված խախտանամիջոցներ, Գևորգ Հարությունյանի ներսագրվող հանցանքների բնույթին, հանրային վտանգավորության աստիճանին, ինչպես նաև վիշապ էական նշանակություն ունեցող հանգամանքները, մասնավորապես, որ Գևորգ Հարությունյանն իր վերագրված առանձնապես ծանր եւ միջին ծանրության հանցագործությունների պայմաններում, ազատության մեջ մնալու պայմաններում չի կատարի որպես մեղադրյալ իր վերաբերված պարտականությունները, մասնավորապես խոչընդոտի քրեական վարույթին, այդ թվում ապօրինի միջամտի ապացուցման գործընթացին, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եւ ապացույցները ոչնչացնելու ճանապարհով։ Այսինքն բարձր է ռիսկը մեղադրյալ Գևորգ Հարությունյանի կողմից գործող ճշմարտության բացահայտման խոչընդոտման եւ վկաների նկատմամբ իր օգտիվությունների գործադրման տեսանկյունից։ Նշվածի համար ծանրակշիռ փաստարկ է հանդիսանում այն հանգամանքը, որ Գևորգ Հարությունյանը ճանաչում է հարցաքննված վկաների մեծ մասին, քանի որ նրանք իր համաձայնվածիներն են, նրանցից որոշների հետ ունի մտերիմ, ընկերական եւ ազգակցական փոխհարաբերություններ, նրա հարազատական եւ մերձավոր անձանց շրջանակից են, ուստի մեծ է ռիսկը, որ Գևորգ Հարությունյանը ազատության մեջ լինելու պայմաններում ապօրինի ազդեցություն գործադրելու ճանապարհով ստիպելու, համոզելու, խնդրելու կամ այլ եղանակով խոչընդոտի օբյեկտիվ ճշմարտության ամբողջության բացահայտման եւ որի արդյունքում կտուժի արտահայտության շահը։ Այսպիսով անձանց որոշակի շրջանակի հետ իր ունեցած կայուն անձնական կապերն օգտագործելով կամ անձամբ Գևորգ Հարությունյանը կամ կարող է անօրինական ազդեցություն գործադրել վկաների նկատմամբ, խոչընդոտելով քրեական վարույթին։ Վերոյալի համատեքստում բարձր է ռիսկն առային, որ նա գտնվելով ազատության մեջ կխոչընդոտի քրեական վարույթին, վերջիններից հետ ցուցմունքները համաձայնեցնելու եւ իր օգտին ցուցմունքներ տալու հարցում։ Քրեական վարույթին խոչընդոտելու հավանականության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ գնահատելով հանցանքի կատարման հանգամանքները ու դրա պլանավորումը, դրա բարդությունը, ենթադրյալ Գևորգ Հարությունյանի հետ գործել են հնարավոր հանցակիցներ, որոնք դեռևս գործող պարզված չեն։ Արդեն իսկ պարզվել է, որ նրա հետ հանցակցությամբ գործել է գործող մյուս մեղադրյալ Նարեկ Օհանյանը։ Հետևաբար մեղադրյալը մնալով ազատության մեջ այդ ուղղությամբ ևս կխոչընդոտի վարույթին։ Ապացույցները ոչնչացնելու ճանապարհով ապացուցման գործընթացին միջամտելու հիմքի արտադրության համար ծանրակշիռ փաստարկ են հանդիսանում քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված հետևյալ փաստարկները։ Հարությունյանի կողմից դեպքի վայրի հայտնաբերված վերագրված պարտությունների վրայի
գրավումները ջնջելը, հանցագործության գործիք ինքնաձիգի արտադրման տարեթիվը, սերիական համարը կամ համարների վերջանիշները ջնջելը, ինքնաձիգի վրա հատուկ հարմարան կանգնեցնելը, գրակված պարտուշները դեպքի վայրում չթողնելու կամ չբացահայտվելու նպատակով ինքնաձիգը հանցանքը կատարելուց հետո խնամքով թաքցնելը, Օհանյանի տան բակում տարայի մեջ դեպքի պահին իր հագի եղած հագուստները, ձեռնոցներ, դիմակ, կլաշ, վերարկու, կոշիկներ, տաբակ, վառելու փորձը, դրանց կողքին բենզինի շիշ լինելը, խնամքով թաքցված գիշերային հեռադիտակ սարքը, որոնք արդեն իսկ հուշում են Մեղադրյալ Հարությունյանի կողմից ապացույցները ոչնչացնելու վարքագծի մասին։ Այդ ամենի հաշվառմամբ ակներև է, որ Մեղադրյալը արդեն իսկ փորձել է քողարկել դեպքը և իր անձը։ Անդրադառնալով Հարությունյանի կողմից փախուստի դիմելու հավանականությանը, գտնում է, որ այն ևս ավելի քան իրատեսական է, ազատության մեջ գտնվելու պայմաններում Մեղադրյալը կդիմի փախուստի, ինչի խոսուն ապացույցն է այն հանգամանքը, որ Մեղադրյալ Հարությունյանը արդեն իսկ դրսևորել է նման վարքագիծ, մասնավորապես դեպքից հետո դիմել է փախուստի, քողարկել է իր անձը, թաքցրել դեպքի պահին իր հագի եղած հագուստները, հանցագործության գործիք ինքնաձիգը և մյուս իրերը։ Ինչ վերաբերում է Մեղադրյալի կողմից հանցանքի մասին խոստովանելուն, ապա դա արդյունքն է վարույթի ընթացքում կատարվող մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով վերջինիս հանցանքի կատարման մեջ ներկայացնելու և դրանց ճնշման ներքո վերջինիս խոստովանությանը։ Միաժամանակ փախուստի դիմելու հավանականության գնահատման համար վարույթ իրականացնող մարմնի գնահատման պետք է հաշվի առնել նաև Հարությունյանի մերձագրվող արարքների բնույթը և վտանգավորության աստիճանը։ Մասնավորապես նա մեղադրվում է առանձնապես ծանր և միջին ծանրության հանցագործությունների կատարման մեջ, որոնց համար բացառապես նախատեսված է ազատագրման ձևով պատիժ, այդ թվում 8-ից 15 տարի ժամկետով ազատագրման ձևով։ Չնայած արարքի ծանրությունը ինքնին չի կարող վկայել փախուստի դիմելու, վարույթից թաքնվելու հավանականության մասին, այնուամենայնիվ գործի նյութերից բխող վեր է նշված հաստատական հանգամանքների հետ միասին նշված հիմքը տնության այս փուլում բարձր է։ Նշվածի հետ կապված մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր իրավունքի նախադեպային իրավունքի շրջանակներում բազմիցս շեշտել է, որ անձին վերաբերող արարքի ծանրությունը գործի հիմքերից բխող մյուս մասնական տվյալների հետ միասին կարևոր նշանակություն ունի Մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն անելու համար։ Նաև հաշվի առնելով 2025 թվականի փետրվար ամսին Մերձավան բնակավայրում երկու հակադիր թևերի միջև սկսված և դեռ շարունակվող զինված բախումները և դրանց ընթացքում մի քանի անձանց սպանությունները, տվյալ դեպքում Մեղադրյալ Գևորգ Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանամիջոց կիրառելու անհրաժեշտությունը հիմնավորվածությունը պայմանավորված է նաև հենց վերջինիս կյանքի անվտանգության ապահովմամբ, որպեսզի ծանրատեսչի փաստարկը վերօրյալ փաստարկների համակցությամբ ողջամիտ անհրաժեշտ է դարձնում կալանքի ժամկետը երկարաձգելու համար։ Վերոնշյալի հաշվառմամբ գտնում են, որ Մեղադրյալ Հարությունյանի ազատության մեջ մնալու պարագայում բարձր է նրա կողմից իրական դատավարության 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողություններ կատարելու վտանգը, այսինքն այլ խափանամիջոցները, քան կալանքներ, չեն կարող չեզոքացնել նշված վտանգները և ապահովել նրա պատշաճ վարքագիծը։ Ես Մեղադրյալի մասում Իրական գործում արտափաստական տվյալները գնահատելիս պատվիրակության դատարան անհրաժեշտ է հաշվի առնել նաև Նարեկ Օհանյանի մերձագրվող հանցանքների բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև մի շարք էական նշանակություն ունեցող հանրապետներ, մասնավորապես այն, որ Նարեկ Օհանյանը իր վերագրված առանձնապես ծանր հանցագործությունների պայմաններում ազատության մեջ պայմաններով չի կատարի որպես Մեղադրյալ իր վերադրված պարտականությունները, մասնավորապես կխոչընդոտի քրեական վարույթին, այդ թվում ապօրինի կմիջամտի ապացուցման գործընթացին, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու և ապացույցները ոչնչացնելու ճանապարհով։ Այսինքն բարձր է ռիսկը Մեղադրյալ Նարեկ Օհանյանի կողմից գործող ճշմարտության բացահայտման, խոչընդոտման և վկաների նկատմամբ իր օգտին ճնշումների գործադրման տեսանկյունից։ Նշվածի համար ծանրակշիռ փաստարկ է հանդիսանում այն հանգամանքը, որ Օհանյանը ճանաչում է հարցաքննված վկաների
մեծ մասին, քանի որ նրանք իր համագյուղացիներն են, նրանցից որոշների հետ ունի մտերիմ, ընկերական եւ ազգակցական փոխհարաբերություններ, նրա հարազատական եւ մերձավոր անձանց շրջանակից են, ուստի մեծ է ռիսկը, որ Նարեկ Օհանյանն ազատության մեջ պայմաններում ալկոհոլի ազդեցություն գործադրելու ճանապարհով ստիպելու համոզելու խնդրելու կամ այլ եղանակով կգործի իր օգտին ցուցմունքներ կամ կխեղաթյուրի արդեն իսկ դրված ցուցմունքները, որով կխոչընդոտի օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը։ Այսպիսով, անձանց որոշակի շրջանակի հետ իր ունեցած կայուն անձնական կապերը օգտագործելով կամ անձամբ Օհանյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել վկաների նկատմամբ խոչընդոտելով քրեական բարույթին։ Վերաբերյալի համատեքստում բարձր ռիսկ այն առայն, որ Օհանյանը գտնվելով ազատության մեջ կխոչընդոտի քրեական բարույթին վկաների ցուցմունքները համաձայնեցնելու եւ իր օգտին ցուցմունքներ տալու հարցում։ Նաև նույն հանգամանքներն են վերաբերում, ինչ նշեցի Գևորգ Հարությունյանի մասով, գտնում եմ, որ առկա է Նարեկ Օհանյանի մասով նաև կալանքի իրավաչափության հիմքերից նոր հանցանք կատարելու հավանականությունը, ի տարբերություն որ չնշեցի Հարությունյանի մասով, քանի որ մեղադյալ Նարեկ Օհանյանի նկատմամբ հարուցված է եղել քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով եւ 195-րդ հոդվածի առաջին մասով։ 2025 թվականի փետրվարի 5-ին Արավերի մարզի մերձավոր բնակավայրում մի խումբ մի կողմից համայնքի նախկին վարչական ղեկավար Նահեր Ախտոյանի մերձավորների, այդ թվում իր եւ իր հարազատ եղբոր Գրիգոր Օհանյանի, իսկ մյուս կողմից Վալոզա Գրիգորյանի մերձավորների, այդ թվում վերջինիս եղբոր Պայքար Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության դեպքով։ Իսկ 2025 թվականի մայիսի 30-ին հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով։ Բացի այդ, Օհանյանը իր հաղորդմամբ նշել է, որ կարծում է, որ իր հարազատ եղբորը կյանքից զրկել է Պայքար Գրիգորյանը, ով Վալոզա Գրիգորյանի հարազատ եղբայրն է։ Այդ պատճառով դեպքից հետո մտածել է վրեժ խնդիր լինել, որից հետո արդեն տեղի ունեցել սույն դեպքը։ Որպեսզի պայմաններում առավել քան իրատեսական է, որ Նարեկ Օհանյանը ազատության մեջ մնալով կրկին կկատարի հանցանք։ Անդրադառնալով մեղադյալ Օհանյանի կողմից փախուստի դիմելու հավանականությանը, գտնում եմ, որ այն իրատեսական է։ Ազատության մեջ գտնվելու պայմաններում մեղադյալի փախուստի դիմելու հավանականության գնահատման համար պետք է հաշվի առնել Օհանյանին մերձադրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, որ համեմատվում է առանձնապես ծանր հանցանքների կատարման մեջ, նրանց համար նախատեսված է ազատազրկման ձևով պատիժ 8-ից 15 տարի ժամկետով, ճիշտ է արարքի ծանրությունը չի կարող վկայել փախուստի դիմելու հավանականության մասին, սակայն մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման շրջանակներում անձին վերաբերող արարքի ծանրությունը գործի նյութերից գլխով մյուս փաստական տվյալների հետ միասին կարևոր նշանակություն ունի մեղադյալի հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն անելու համար։ Ինչպես նշեցի Հարությունյանի մասին, նույն հանգամանքը կարծում եմ վերաբերում է նաև Նարեկ Օհանյանին, որ հաշվի առնելով, որ 2025 թվականի փետրվար ամսին մերձավոր բնակավայրում երկու հակադիր տեղերի միջև սկսված եւ շարունակվող զինված բախումների ընթացքում կատարվել են սպանություններ, դա դեպքում Նարեկ Օհանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու եւ այսինքն երկարաձգելու տվյալ բային անհրաժեշտությունն ու հիմնավորվածությունը պայմանավորված է նաեւ հենց իր կյանքի անվտանգության ապահովմամբ, որպեսզի ծանրակշիռ փաստարկը վերաբերյալ փաստարկների համակցությամբ ողջամիտ եւ անհրաժեշտ է դարձնում կալանքի ժամկետը երկարաձգելու։ Նշվածի հաշվարկում գտնում եմ, որ մեղադյալ Օհանյանի ազատության մեջ մնալու պարագայում բացառապես քրեական դատավարության 116-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված գործողությունների վտանգը, այսինքն այլ խափանման միջոցը կամ կալանքներ չի կարող լինել ապահովելու նրա առաջնչվարկությունը։ Շնորհակալություն։